Բարև ձեզ հարազատներս, կներեք, որ երեք չեմ խոսացել, փախել է իրականությունից, ընկերուհիս էր ԱՄՆ-ից եկել, տարել ենք սիրուն տեղեր ցույց տալու ու մենք էլ մեր երկրով բուժվելու, որտեղ մեր երկիրը բուժիչ է։ Իջեցնեմ, որ մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների տեխնացու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է 10 ամիս ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ընկերուհիս ԱՄՆ-ից էր, Ֆլորիդայում է ապրում, ցույց տվեց իր տնից մայրամուտը ինչպիսին է, որ նայում է նավերին, դե պատկերացնում եք երևի։ Սուսանին ասեցի, Սուս կարանք խփենք այս տեսարանը, ասեցինք լավն է, ոչ ասեցինք մերից լավն է, ու իրոք շատ գեղեցիկ տեղեր տարանք, լավ եկեղեցիներ ունենք, մատուրներ ունենք ու մենք էլ ընթացքում բուժվում ենք։ Շատ ծանր ժամանակ է, բայց մի դրական բան կա, որ մեր ազգը այս ընտրություններին մասնակցելով ցույց տվեց ինչքան հոգատար է իր երկրի նկատմամբ։ Սա շատ կարևոր ցուցանիշ է։ Իհարկե երկու բանակի բաժանված ենք, մի մասը համարում է, որ փրկում է, որտեղ Եվրոմիություն է ուզում մտնել, տանում է երկիրը դեպի զարգացում ու բարգավաճում, բայց չգիտես ինչի իրանք համարում են, որ մենք սենց ուզում ենք ռուսների ստրուկը լինենք, իրանք համոզված են դրանում, որ մենք սենց ծնվել ենք, այս երկրի բնակչության կեսը շատ ուզում, ամենակիչը կեսը, այս թվերին չեմ հավատում, ես իմ շրջապատին եմ հավատում, չկա այդպիսի թվեր, բայց չգիտես ինչի իրանք համոզում են, մենք սենց ուզում ենք ստրուկ լինենք, ուզում ենք շատ վախկոտ ենք, մեզ համարում են վախկոտ, իրանք ուժեղներն են, մենք վախկոտներն ենք, դե ոչինչ, բայց կարևորը, որ հոգատար ենք երկրի մասին ենք մտածում, երկու թիմներ, սրտացավ, սա շատ կարևոր է։ Բայց ինչ ունենք, չի կարա այսպիսի թվեր լինի, ինչ որ ասում են, ճիշտ ասած ոչ էլ նայում եմ այդ թվերին, ու ընտրություններից առաջ մի տեսակ շատ հանգիստ էի, շատ տարօրինակ հանգիստ է, ասում եմ, Աստված ջան, կարող է ասենց հեշտ լինի պայքարը, քրիստոնյայի համար պայքարը երբեք չի վերջանում, ժողովուրդ ջան, քրիստոնյան սատանայի դեմ ցմահ պայքարում է, ոչ չի կարա քրիստոնյան մի օր վեր կենաց անելիք չունեմ, հաղթել ենք, տես բան չկա, դրա համար կզարմանայի, որ ամեն ինչ շատ հեշտ ստացվեր, այդպիսի թվեր չկան, իմ շրջապատում ճիշտ է շատ տեսահոլովակներ ունեն, որ ես ինչ են ժողովուրդը շատ ունի սխալ ձևա մտածում։ Իմ շրջապատում ընդամենը 2 ընկերուհի եմ այս ընթացքում, այս համարյա 3 տարիների ընթացքում Facebook-յան ընկերներիցս հանել։ Շատ ընկերներ ունեմ, ճիշտ է կյանքում չեմ հանում մարդկանց, սահմանափակել եմ հնարավորինս շփումը այս ընթացքում, որովհետև քարից չեմ ժողովուրդ ջան, բան եմ, մարդ եմ։ Սահմանափակ հնարավորություններով Ուրեմն մի ընկերուհուց հանեցի այս Facebook-յան ընկերներից, որտեղ գնացել էր մի միջոցառման, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր ելույթ ունեցել ու ինքը ելույթը նկարել էր, էջին էր դրել։ Ես էլ մտնում եմ, իջս տեսնում եմ ընկերուհիս այսպեսի բան ա դրել, իհարկե ընկերուհուս անում եմ ընկերներից ցուցակից, որ չհիվանդանամ ամեն անգամ նայելով դա։ Մյուս ընկերուհիս այս վերջերս էր տեղադրել էլի այս ԿՊ-ի այդ լուսային այդ սրտիկներ նկարել, օդի մեջ սրտիկը, թե քարտեզներ նկարել, էլի իրան հանեցի, որ նորից հնարավորինս առողջ լինեմ։ Այս առողջությունը ինձ համար շատ կարևոր է, որովհետև Աստված է Աստծո տված պարգև է, բայց ոչ էլ շատ կարճած եմ առողջությունից։ Հնարավորինս մտածում եմ իմ առողջության մասին, որովհետև այս առողջությունից պետք է որ հոգիս մեջ ներսում աճի, զարգանա իր գագաթնակետին հասնի, բայց ոչ թե նենց որ այս առողջությունը ամենակարևորն է, իհարկե ոչ, ցավում եմ, որ այս պայքարը շարունակվելու է, դեռ ճիշտն ասած ես մտածում եմ, որ ԿՊ-ն հաղթի, ես էլ չեմ ելույթների թեմայով չեմ ունենալու, բայց չեմ կարա ելույթ չունենամ, երբ որ սա գլուխ Ժան Անդրեասյանը մեր երկրի գիտությունների նախարարը, դե չեմ կարա ես, չգիտեմ, իր գլխում Ժան գա, Թարախա, Լորձա, ես չգիտեմ ինչ է, քանի որ ինքը բնակչի չի հասկանում, որ բնակչության ամենակիչը 50%-ը ինքը վիրավորում է, որ նժդեին ֆաշիստ է ասում։ Եթե մարդ այդքան էլեմենտար բան չի հասկանում, ինքը չի կարա գիտությունների նախարար լինել իմ երկրում։ Կամ ինձ պետք է սպանեն, կամ նախարարին փոխեն, ամենակիչը։ Ուրիշ տարբերակ չեմ տեսնում չխոսելու։ Ինչ իմանամ, չեմ խորանում, ժողովուրդ ջան, ես ինչ խոսացել եմ, նորից եմ ասում եմ թռուցիկ մարդկանցից լսելով ինֆորմացիայից, որտեղ ցնորվել կարելի է այս ամեն ինչը լսել, կարդալ։ Իմ արժեքներս անցասան են, ոչ մի բան չի փոխվել։
հողին չի կարելի կպնել մեր, ոչ մի սանտիմետր չի կարելի որևէ մեկին տալ, ու ով տվեց իմ թշնամին է, կապ չունի դա թուրքն է, հայն է, վրացին է, ուզբեկն է, ու հայ առաքելական եկեղեցին անսասան է, ով հայ առաքելական եկեղեցուն գոնե մի սանտիմետր մոտենում է հայ առաքելական եկեղեցին փոխելու մտադրություններով, լավացնելու դրսից, ներսից չի, ներսից իրանք համարում են ներսին արժանիներ չեն, իրանք իմ թշնամիներն են, ուզում է դա հայ լինի, ուզում է թուրք լինի, թուրքն էլ մենք հո ազգությանը չենք թուրք ասում, մեր թշնամիներին մենք թուրք ենք ասում շատ երկար ժամանակ, ու դա ազգությունը կապ չունի, կարող է հայկական ազգանունով թուրք ասենք, կապ չունի, եթե իմ արժեքներին կպնում է, ինքը թշնամի է։ Ցավում եմ, որ ընտանիքներ են քայքայված, նայես դիմադրությունը ցույցեր արեք, բան արեք, ժողովուրդը շատ ծանր, ասեցի երևի, որ երեք ընկերուներից մեկը զանգել էր, լացում էր, կին է ու լացում է, երեխատայր, հուսահատությունից, անճարությունից երևի ես ճիշտ ասած հուսահատության մեջ չեմ ընկնում, քանի որ ես ինչ կարողանում եմ անում եմ, սրանից ավել բան չեմ կարող անեմ, ու ես այն գլոբալ հարցերի համար պատասխանատու չեմ, ես իմ պատասխանատու եմ իմ ընտրության համար, իմ արածների, չարածների, արդեն ասել եմ իմ ասածների ու չասածների, հետել ասեմ իմ ընտանիք ամենաերջանիկներից մեկն է մեր երկրում, շատ քիչ կան այդպիսի երջանիկ ընտանիքներ, որ երեքով գնացել ենք նույն մարդուն ընտրել ենք, հասկանում եք, քայքայված են ընտանիքները, մի ընտանիքում մայրը որդու հետ չի խոսում, աղջիկը հոր հետ չի խոսում, այն որ կտակարանում նկարագրած է, որ աշխարհի վերջը ոնց է լինելու, լրիվ մեր երկրում այդ ամեն ինչը մենք տեսնում ենք ցավոք սրտի, բայց կուզեմ ժողովուրդ ջան հանդարտվենք, իհարկե եթե պայքարեն ես գնալու եմ ճիշտ է ուժ չունեմ ընդհանրապես, բայց եթե պայքար լինի, գնալու եմ իհարկե ցույց կլինի, գնալու եմ մասնակցեմ, ինչ կլինի, այս վերջի ուժերս էլ տանելու եմ, բայց քայքայված է երկիրը առողջապես ընտրությունները համարում եմ, որ սխալ թվեր են տվել, ճիշտ ասած, ես չեմ տեսնում, որ այդքան քանակի ԿՊ-ին սատարող մարդ լիներ մեր երկրում, չեմ տեսնում։ Ճիշտ է, ես դժգոհ եմ, որ այն երկուսն էլ կան իմ շրջապատում, ոնց կարող է այս 10 մարդուց, այս երկուսը այսպես մտածեն, բայց դա ինձ համար շատ էր, բայց այն թվերը, որ իրանք տվել են, իհարկե դա չեմ հավատում այդ թվերին։ Այսքանը երևի հույսներս Աստված է, ժողովուրդ ջան, մեր հնարավորությունների մաքսիմումը կատարենք, մեր արժեքները անսասան պահենք, ու մնացած արդեն Աստված կանի, ես այդպես եմ կարծում, մեր երկիրը բուժի չէ, գնացեք բուժվեք ժողովուրդ ջան, ինքան մատուրներ ունենք, նենց եկեղեցիներ ունենք, գնացեք մտեք Աստծուն տվեք ամեն ինչը, ու միջալից մի բարդություն եմ ունեցել, շատ լուրջ բարդություն, մոտ օրերս կասեմ, հորմոնալ բուժում եմ նշանակել բուժարոյին, որ տրոմբ է առաջացել այդ հորմոնալ բուժումից, անպայման դրա մասին խոսելու եմ մոտ օրերս, տեսնենք ինչպես կարելի Աստված օգնի մեր բոլոր հիվանդներին, բնակչությանը, երկիրը անսասան պահի Աստծով, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։